Աչաջրից Էմմա Բալասյանի սերն ու ձգտումը երաժշտության հանդեպ ձևավորվել են դեռ վաղ տարիքում ու նրան տարել դեպի Աչաջրի մշակույթի տուն, որտեղ էլ նա կատարեց իր առաջին քայլերը դեպի երաժշտության ու մշակույթի մեծ աշխարհ։ Տարիների ընթացքում Էմման բազմիցս հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր հայրենի գյուղն ու համայնքը տարբեր բեմերում։ Իսկ արդյունքները խոսուն են, նրա պատվոգրերն ու մրցանակները վկայում են ստացած գնահատանքի մասին։ Եվ ահա տարիների փորձից հետո Էմմա Բալասյանը առաջին անգամ հանդես է գալիս մենահամերգով, հենց այն բեմում, որտեղ ամեն ինչ սկսել էր։ Ինչ որ գործի մեջ սեր չես դնում, ուրեմն արդյունք էլ չի լինելու։ Առաջին քայլերս սկսվել են այս երաժշտական դպրոցում, այդ իսկ պատճառով որոշեցի հենց առաջին մենահամերգը, սա իմ առաջին համերգն է, որոշեցի առաջին մենահամերգը ստալ Աչաջրի հենց մշակույթի տանը, հենց իմ գյուղում ավելի պատասխանատվությունը մեծ է, ուրիշ քաղաքներում այդքան էլ չի լարվածությունը, բայց սա հենց իմ գյուղն է, իմ համագյուղացիներն են, իմ հարազատներն են, այնպես որ շատ լարվածությունը մեծ է եւ պատասխանատվությունը նույնպես։ Աշխատասիրություն, նվիրվածություն եւ պատասխանատվություն։ Հենց այս երեք արժեքների համադրությամբ կարելի է հասնել իրական հաջողության։ Այժմ Էմման սովորում է Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, իսկ առաջիկայում նրան սպասվում է կարևոր ու պատասխանատու ելույթ Վիեննայի հեղինակավոր երաժշտական փառատոնում, որտեղ նա կներկայացնի Հայաստանը։ Էմմա Բալասյանը երրորդ տարին է, որ ուսանում է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ժողովնվագարանների բաժնում եւ առաջին իսկ տարվանից բացառիկ հաջողություններ է գրանցել։ Պետք է ասեմ, որ բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է եւ մեծ մրցանակի Grand Prix-ի արժանացած։ Տարիների ընթացքում նա դրսևորել է իրեն ոչ միայն որպես շատ հիանալի, այսպես աստծո տված երաժշտական տվյալներն է իրեն բացահայտվել, այլ նաև որպես բարեխիղճ, պարտաճանաչ, պարտքի զգացումով Վերին Ասչյանի այսպես հավաքված անձնավորություն եւ կարծում եմ, որ այսօրվա համերգը վառապացույցը կլինի դրա, որ նա ունի այդ բոլոր արժանինքները։ Էմմայի երաժշտական ուղին պատմություն է այն երազանքի մասին, որը ծնվել է գյուղում, ձևավորվել աշխատասիրությամբ եւ վերածվել հպարտության հանրության համար։ Եվ այս ամենը արվեստի մի դրսևորմամբ, երաժշտությամբ, որն արտահայտում է այն, ինչը բառերը չեն կարող փոխանցել։